Արաբկիր համայնքում Կոմիտաս և Ազատության պողոտաների խաչմերուկին հարող այս տարածքը, որ տարիներ առաջ հատկացվել էր հայ առաքելական եկեղեցուն, 2008 թվականից վերածվեց շինհրապարակի։ Շինարարությանը զուգահեռ շարժական տնակում սկսեցին հավաքվել համայնքի բնակիչները և շատ չանցած հոգևոր հովվի Տեր-Բաբկեն քահանա Հայրապետյանի ջանքերով ձևավորվեց եկեղեցու ծխական խորհուրդը։ Ստեղծվեցին տիկնանց և երիտասարդաց միություններ, սոցիալական բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչվեցին, կազմակերպվեցին ուխտագնացություններ, թաղամասի փոքրիկ բնակիչների համար նախաձեռնվեցին կրոնի դասեր, սկսեցին գործել նաև արհեստագործական խմբակները։ Հուլիսի 25-ին Մայրաթոռի միաբանները, համայնքի հավատացյալներն ու վարչական ղեկավարը հավաքվել էին եկեղեցու առաջին հարկում, մասնակցելու հիմնարկեքի արարողությանը, որը հանդիսավորությամբ կատարվեց Տեր-Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ։ Սրբազան հայրը հոգևոր հայրերի հետ միասին գինով ու ջրով լված և սրբալույս միրոնով օծեց Սուրբ առաքյալների, ավետարանիչների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով 16 վեմ քարերը, որոնք տեղադրվեցին աղոթատան հիմնասյուներում։ Սրբազան հայրն իր գնահատանքը բերեց բարերարին, բոլոր շինարարներին, ում ջանքերով վեր է խոյանում հոյակերտ տաճարը։ Երանի են այն մարդիկ, ովքեր համարձակություն են վերցնում վեմ քարը գրելու և իրենց պատասխանատվությամբ զետեղելու եկեղեցու հիմքերում, այն հավատքով, այն վստահությամբ, որ այդ հիմը միշտ հաստատուն պիտի լինի։ Եկեղեցու կնքահայրերն ուխտեցին ամեն կերպ աջակցել եկեղեցու պայծառացմանն ու շենացմանը, նրանցից շատերը համայնքի հին բնակիչներից են, ասում են իրենց համար մեծ պատիվ է այսպիսի վստահության արժանանալը։ Իմ երջանիկ օրերից ամենաերջանիկ օրն էր, որովհետև ոչ թե միայն մասնակիցը եղա են բոլորին ինչ որ եկան, ընդունեցին, օծեցին, նաև եղա կնքահայրը այդ բոլոր արարողություններին։ Այնպես որ շատ անմոռանալի պահ էր։ Մեր արաբկիրցիների երկար սպասելի եղձերը իր կատար են ածում եւ հույսով եմ 2 տարվա ընթացքում շինարարությունը ավարտելուց հետո արդեն մեր հոգեվոր օրը, մեր հոգեվոր ժամը եւ մեր աղոթքը մենք անցկացնենք մեկ եկեղեցում, դրանից առավել չի կարող լինել։ Մեծ իրադարձություն էր արաբկիրցների կյանքում։ Սպասված շուրջ 90 տարի։ Պատմական արաբկիրը շրջապատված է եղել հայկական եկեղեցիներով։ Եվ իրագործվեց մեր արաբկիրցիների ցանկությունը։ Շնորհակալություն բոլորիս, բարերարներից։ Եկեղեցին կառուցվում է ազգային բարերար Լուիս Սիմոն Մանուկյանի նվիրատվությամբ։ Ըստ նախագծի, կառուցվող աղոթատունը չափերով գրեթե չի զիջելու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարին։ Այժմ ընթանում են երիցատան արտաքին երեսպատման ու ներքին հարդարման աշխատանքները։ Մինչև տարեվերջ այն պատրաստ կլինի։ Աղոթասրահի կամարաշարի աշխատանքներին զուգահեռ կառուցվում է նաև 33 մետր բարձրությամբ աշտարակաձև զանգակատունը։ Եկեղեցու առաջին հարկը բազալտից է, իսկ վերին հարկը ոսկեգույն տուֆից։ Սուրբ խորանն ու երկրորդ հարկում երգչախմբի համար նախատեսված տարածքը ևս պատրաստ է։ Համայնքի ղեկավարությունը խոստացել է բարեկարգել եկեղեցու տարածքը։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին պատրաստ կլինի 2 տարի հետո։ Այսքան համբերել ենք, 2 տարի էլ կհամբերենք։ Իհարկե այսօր մեր համար տուն է, ուրախության օր է, երբ որ օծում է հիմքը։ Հիմա շատ ուրախ ենք, որ հոգևոր տաճար է կառուցում եւ միգուցե սա արաբկիցիներին նոր ուժ ու եռանդ կհաղորդի այդ հոգևոր տաճարը, որպեսզի կարողանան ավելի շենացնել իրենց այդ արաբկիր համայնքը։ Սա եկեղեցի արդեն հիմքերը մենք պատերը կարող ենք համբերել անգամ։ Տա Աստված 2 տարի հետո խաչը դրվի, օծվի խաչը, վեհապար հոր ձեռքով եւ մենք գտնենք մեր մխիթարությունը, մեր հոգևոր հայրենիքը վայելենք։